զիջումներից պետք է ազատագրվենք։ Եվ սա է իրական ձևը եւ պատմության տված դասը։ Եթե դրա կարևորությունը զգում են, փառք ու պատիվ բոլոր նրանց, որ դրա կարևորությունը զգում են։ Բայց եթե երեսպաշտորեն ասում են, այո, կարևոր է, բայց խոսքով մի բան են ասում, գործով ուրիշ բան, երբ որ կտոր մեր հայրենիքը այսօր այդ զիջողականության տրամաբանությամբ անընդհատ կորցվում է, այդ մարդիկ ինչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հպարտությունից, ինչ իրավունք ունեն խոսել ընդհանրապես հայկականությունից, մեր պետականությունից եւ դրա ընդհանրապես ձեռքբերման մեթոդներից ու ձևերից։ Դե Նիկոլ Փաշինյանի որ լսես ընդհանրապես հայ ժողովուրդը մինչեւ իրան սխալ ապրե, իր օրոք հա որ ինչ որ մի հատ պայծառ ժամանակներ են ունենում, բայց տեսանք ինչա կատարվել չէ իր օրոք։ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որ արվել են թշնամուն։ Սրանից իդ հանձնումները հիմնավորելու համար հորինել է այս իրական Հայաստանի կոնցեպտը եւ կեղծ խաղաղության օրակարգը, որով փորձում է մեր հասարակությանը կերակրել, դրանով փորձելով մեկ անգամ եւս վերընտրվել։